Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Եվլախի կենտրոնում գտնվող համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձան եւ ծաղիկներ է դրել հուշարձանի մոտ։ Եվլախում Իլհամ Ալիևը ծանոթացել է օլիմպիական մարզական համալիրում կատարված աշխատանքներին։ Մասնակցել է ավազի ֆիլտրման տեխնոլոգիա ջրամաքրման կայանի բացմանը։ Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նաև Ազերէներժի բաց բաժնետիրական ընկերության 110-35 կՎտ լարման Եվլախ հանգույցի ենթակայանի տարածաշրջանային ուսումնական կրթական եւ լաբորատոր կենտրոնի բացմանը։ Իլհամ Ալիևը ծանոթացել է Բաքու-Ալատ Կազախ-Վրաստանի պետական սահման ավտոմայրուղու Եվլախ քաղաքով անցնող հատվածում կատարված աշխատանքներին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Իրանի միջուկային օբյեկտներին Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. Խորը մտահոգություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ուղղված Միացյալ Նահանգների ռազմական գործողություններից հետո իրավիճակի հետագա սրման կապակցությամբ։ Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից եւ նախապատվություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը, առկա խնդիրները լուծելու համար, նշվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը մասնակցել եւ ելույթ է ունեցել Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած արտակարգ նիստում։ Նախարար Ջեհուն Բայրամովը նշել է, որ Իսրայելը իրանական դիմակայության հետևանքով Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակի կտրուկ փոփոխությունը մտահոգության տեղիք է տալիս եւ անընդունելի է քաղաքացիական անձանց կյանքին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կայունությանը սպառնացող իրավիճակը։ Ելույթում կոչ է արվել կանխել հակամարտություններով եւ ճգնաժամերով շրջապատված տարածաշրջանում հերթական երկարատև զինված բախումը, անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ վերականգնել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հիմնված դիվանագիտական գործընթացը։ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի եզրափակիչ հռչակագրում Արևմտյան Ադրբեջանի հարցի վերաբերյալ առանձին կետ է ներառվել եւ այս թեմայի վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունվել։ Նստաշրջանում ընդունված փաստաթղթերում ԻՀԿԿ-ի անդամ պետությունները խստորեն դատապարտում են արևմտյան ադրբեջանցիների տեղահանությունը, նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը եւ նրանց վերադարձի իրավունքի մերժումը, որը իրականացվել է Հայաստանի կողմից։ Միևնույն ժամանակ կազմակերպության անդամ պետությունները անվերապահորեն աջակցություն են հայտնում արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին։ Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի եւ համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը խորագրով բանաձևի ընդունմամբ Արևմտյան Ադրբեջանի հարցը ամրագրվել է ԻՀԿ-ի օրակարգում որպես հիմնական հարցերից մեկը։ Կազմակերպության գործադիր կառույցներին հանձնարարվել է կանոնավոր կերպով զբաղվել այս խնդրով։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ջերմորեն ողջունում է ԻԿԿ-ի նախարարների խորհրդի որոշումները եւ շնորհակալություն է հայտնում կազմակերպության անդամ պետություններին աջակցության համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին մասնակցելու շրջանակներում հանդիպել է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Թուհիդ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցել կարծիքների փոխանակում Ադրբեջանի եւ Բանգլադեշի միջև առկա երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների եւ ապագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Կողմերը ընդգծել են բարձր մակարդակի շփումների, փոխադարձ այցելությունների եւ միջգերատեսչական համագործակցության, ինչպես նաեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի կարեւորությունը հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպմանը քննարկվել են առևտրի, կրթության եւ թվային կառավարման ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի տերերի համար առանց վիզային ռեժիմը։ Կողմերը ընդգծել են համապատասխան պետական մարմինների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ Ղազախստանը Ադրբեջանին առաջարկում է համատեղ նախագծերի իրականացում դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտներում։
Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջապարովի եւ Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելի հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի եւ լոգիստիկայի, էներգետիկա եւ շինարարության ոլորտներում, նշվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-ապրիլին աճել է 20%-ով։ Հանդիպմանը նշվել է, որ 2025 թվականին Ղազախստանը առաջին անգամ դարձել է Ադրբեջանի ցորենի հիմնական մատակարարը, ապահովելով Ադրբեջանի հացահատիկի ներմուծման 88%-ը։ Ջապարովը ընդգծել է, որ Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամած, հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում չափավոր հյուսիս-արևմտյան քամին կփոխարինվի հյուսիս-արևելյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 18-20, ցերեկը 25-29 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջանների մեծ մասում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, սակայն որոշ լեռնային եւ նախալեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը եւ առավոտյան որոշ վայրերում կդիտվի թույլ մառախուղ։ Օրվա ընթացքում որոշ վայրերում ժամանակ առ ժամանակ կուժեղանա արևմտյան քամին։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 17-22, ցերեկը 25-30, լեռներում գիշերը 5-10, ցերեկը 12-17 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 15-24, Աղդամում, Ֆիզուլիում 14-29, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 18-31, Լաչինում 13-24, Քելբաջարում 6-19 աստիճան տաքություն։ 102.7 FM